Եթե վարորդները, սանտեխնիկները, կաֆել խփողները, մետլախ խփողները, դերձակները, ուսուցիչները, բոլորի մասին կարանք այդ ասենք, իսկ ինչի չենք կարող ասենք երկրի կառավարիչների մասին, ինչի չենք կարող ասել քաղաքական գործիչների մասին, որովհետև եթե դա է կանոնը, դա կանոն է բոլորի համար, իսկ ինչ պարտադիր է, որ դու մեքենա վարել իմանաս, որ դու մեքենա վարես, որովհետև մեքենա վարելը նույնն է մեքենան A կետից B կետի տեղափոխելու հետ, բացարձակապես նույն բանն է, ասենք ինչ կա, մեքենա վարելը, սրանք լրիվ գժվել են, մեքենա վարելու մեջ բարդություն կա, ոտը դնում ես գազին, հիմա էլ կան բարդ չի, մի ժամանակ էր, որ պերվի կար, վտարոյի կար, տրեցի կար, հիմա չկա ոչի բան, դնում ես դեի վրա ու գազ ես տալիս, ինչքան գնացիր, քանի հոգի ճամփին ինչ կլինի էական չի, բայց մենք պետք է հասկանանք, որ սա, ընենք չի, մենք գնում ենք ասում են, վայ վարորդական իրավունքների ես համակարգի դեմ կռիվ տանք պայքարենք, հա շատ լավ կռիվ տանք պայքարենք, հետո բանի, հետո ուսումնարանում, հետո դպրոցում, հետո կաֆել խփող, հետո այն մեկը, չէ ժողովուրդ ջան, եկեք ի վերջո խոստովանենք, որ ամենտեղ եւ ամենուր այդ նույն վիճակն է, ներառյալ կառավարման համակարգում, իսկ եթե կարելի է նույն կերպ մեքենա քշել, ինչի չի կարելի նույն կերպ լինել հազար ներողություն, չեմ ուզում, ինչի չի կարելի նույն կերպ լինել կառավարության անդամ, ինչի չի կարելի, ով ասե որ չի կարելի, ինչի չի կարելի նույն կերպ լինել բանի պետական պաշտոնյա, ինչի չի կարելի նույն կերպ լինել քննիչ, ինչի նույն կերպ չի կարելի լինել դատավոր, ինչի նույն կերպ չի կարելի լինել դատախազ, ինչի նույն կերպ չի կարելի լինել օպեր լիազոր, ցանկացած բան, ինչի նույն կերպ չի կարելի, ով կարա բացատրի, ինչի, եթե կարելի է վարորդ լինել, չիմանալով մեքենա քշել, ինչի չի կարելի լինել կառավարիչ չիմանալով կառավարել, ինչի, եթե դա հանրության մեջ կոնսենսուս է, որ կարելի է տենց, ինչ տարբերություն, ինչ մեքենա ես վարում, և մենք պետք է խոստովանենք, 7 տարվա մեջ ով վերակենում առավոտից իրիկու ասում եմ, այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, հա կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, հարգելի գործընկերներ, իսկ գիտեք ինչի է ճգնաժամ, որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 և ավել տոկոսում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 և ավել տոկոսը կիսավերված է ֆիզիկական և բովանդակային առումով, չի կարող այդտեղ չլինել կադրային սով, կան երկրում լավ կադրել, նենց հիմա կասեն, ինչ չորացել է մեր երկրի արգանդը չորացել է, չէ չի չորացել ժողովուրդ ջան, կան լավ կադրեր, այո կան լավ կադրեր, փոքր խումբ, որոնք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանում, Հայաստանից դուրս, և չեն էլ գա աշխատեն կառավարությունում, հələ մի բան չի, 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն, էլի բանը, պարգևավճարը, մեր բաները տարան, պարգևավճարը վճարեցին, և ինչի պետք է, սա շատ լավ տեսարան է, շատ լավ, բայց սա ուրիշների մասին չի ժողովուրդ ջան, սա մեր մասին է, հերիք է այդ բանը, այդ սրբազանացման բանից պետք է դուրս գանք, մենք մեզ այդ սրբազանացնելու տրամաբանությունից, սա մեր դեմքն է, սա մեր պատկերն է, նույնն է մեզ հետ կլինի, եթե մի հատ սենց տեստ է մենք անցնենք, նույնն է մեզ հետ արնելու, խնդրում եմ հանկարծ եկեք բան չանենք, ինքներս մեզ չխաբենք, նույնն էլ մեզ հետ արնելու, նույնն էլ մեզնից առաջների հետ էր լնելու, ընենք չլնի էլի, նույնն էլ նրանցից առաջների հետ էր լնելու, որովհետև մենք մեքենա քշել չգիտենք, ժողովուրդ ջան, որովհետև մենք վարորդական իրավունք ստացել ենք նենց, ոնց որ ստացել ենք,